ձեզ ենք ներկայացնում շոու բիզնեսի ամենակննարկված թեմաները, որոնք չեն վրիպել ժողովրդի աչքից։ Եվ այսպես, հանրությունը ինչքան էլ որ չսպասեր, բայց միևնույն է Լիլի Մորտոն հանդես եկավ նոր երգով եւ նոր տեսահոլովակով։ Ինչքան էլ դա քննադատվեց ինչ-որ մարդկանց կողմից, միևնույն է Լիլի Մորտոն գտնում է, որ իրեն սպասում է Հոլիվուդը։ Քննադատողները կարծում են, որ այսպիսի երգերով եւ տեսահոլովակներով հայկական շոու բիզնեսը գլորվում է դեպի անդունդը։ Իհարկե, այս մարդկանց խումբը այն մարդիկ են, ովքեր նաեւ չեն սիրում Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Women's Club-ը, որտեղ եւս արվում են բաներ, որոնք միգուցե ինչ որտեղ եթերային չեն։ Տեսահոլովակի պրեմիերա ունեցավ նաեւ Պարուհի Սոնա Եսայանը, ինչը եւս արժանացել է որոշ մարդկանց քննադատություններին, մարդիկ խորհուրդ են տալիս Սոնային, որ ավելի լավ է նա զբաղվի պարով։ Չնայած նրան, որ ամեն ինչ փորձելը դա լավագույն տարբերակն է, որպեսզի հասկանաս որն է քո իսկական տեղը եւ ոլորտը։ Եվ կարելի հասկանալ հետեւյալը, որ ամեն ինչ արժանանում է մարդկանց քննադատությանը եւ նաեւ արժանանում է մարդկանց սիրուն եւ հիացմունքին։ Տարածվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը իր սկեսրայրին նվիրում գեր թանկարժեք Mercedes Magnus-ի մեքենա, որը նա գնել էր հենց Mercedes-ի սրահից։ Գոհար Ավետիսյանը իրավիճակը մեկնաբանել է հետևյալ կերպ, որ ինքը սկզբից բացառում էր մեքենա նվիրելը, բայց երբ հետո իմացավ, որ իր ամուսնու հայրիկը երբևիցե չի վարել մեքենա, որը գնված կլինի հենց սրահից, այդ մասին իմանալուն պես Գոհարը որոշեց, որ ոչ պետք է անպայման նրան նվիրի սրահից գնված Mercedes Magnus-ի մեքենա։ Գոհարը վերջին շրջանում բավականին մեծ եւ թանկարժեք նվերներ է մատուցում իր հարազատներին, նա Mercedes G է նվիրել իր հայրիկին, BMW է նվիրել իր եղբորը եւ բնակարան է նվիրել իր մայրիկին։ Մինչև այս իրադարձությունները, մինչև այսօր էլ քննարկվում է, թե ինչ կատարվեց Դուբայում երգչուհի Անայդ Սիմոնյանի հետ։ Անայդ Սիմոնյանը եւ իր որդին հայտնվել էին պապարացիների ձեռքում։ Եվ այս դեպքում պապարացին մի կին էր, որը գաղտնի նկարել էր նրանց Դուբայի հյուրանոցներից մեկում եւ այն ինչ որ ձևով հրապարակել էր, ինչպես ինքն է ասում, չնայած ինքը չի հրապարակել, այլ երեխաների մատն է կպել։ Մատը կպնելու հետևանքով Անայդ Սիմոնյանը դիմել էր Դուբայի ոստիկանությանը եւ կինը պետք է վճարեր տասնյակ հազարավոր դոլարներ, որպեսզի նրա նկատմամբ ներում լինի եւ նա կարողանա վերադառնալ Հայաստանի Հանրապետություն։ Նա տեսանյութով դիմել էր հայ ժողովրդին եւ ներողություն էր խնդրել Անահիտ Սիմոնյանից։ Իհարկե դատապարտելի է այն, որ ինչ որ մեկին թաքուն նկարում եւ տեղադրում են, դա նշանակում է, որ տվյալ անձը ինքնաբերաբար խսկվել է ուրիշի կյանք, բայց նաեւ մարդկանց համար անհասկանալի թվաց, թե ինչ գործ ուներ Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից 15 օր անց Դուբայում հյուրանոցներից մեկում իր որդու հետ եւ այն էլ այն իրավիճակում, երբ նա խոսում էր այն մասին, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես է իր որդուն հայտնելու հոր մահվան լուրը։ Շոու բիզնեսի ամենահրաշալի իրադարձություններից մեկը եղավ այն, որ Լիլիթ Հովհաննիսյանը ունեցավ իր առաջնեկին, որին նա անվանեց Յան, իսկ Լիլիթ Հովհաննիսյանի բացատրությամբ Յանը նշանակում է հայկական ազգանունների վերջին 3 տառը, որով ավարտվում է բոլոր հայկական ազգանունները։ Եվ այսպես ուշադրություն, շատ հրատապ տեղեկատվություն ենք ներկայացնում, դիտեք մինչև վերջ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի վերջը եկել է։ Ռուսական կողմը ակնարկեց հետեւյալը, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի սրիկայաբար իրականացված մի շարք գործողություններ անպատիժ չեն մնալու։ Ադրբեջանը հնարավորություն չունի պլստալ այն գաղափարից, որ տարածաշրջանում պետքա լինի խաղաղություն եւ Հայաստանը պետքա ունենա երկաթուղային 2 գիծ, որը կապելու է Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանը։ Սրանով միանգամից Իրանը ունենում է հնարավորություն Հայաստանի տարածքով հասնել Ռուսաստան եւ հակառակը ռուսները գալիս են Հայաստանի տարածքով Իրան։ Ադրբեջանցիները կարողանում են դրանով գնալ Նախիջևան, հայերը կարողանում են այս շրջանում մեծ գումար աշխատել եւ այս ամեն ինչի անվտանգության երաշխավորը կրկին մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք չպետք է վախենանք այն մտքից,
որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստանով ինչ-որ տեղ գնան, եւ դա Հայաստանի անվտանգությանը խնդիր է հանդիսանում։ Դա խնդիր չի հանդիսանալու, դա, այսպես ասած, հայկական կողմի դիրքորոշումն է, որ հայերը չունեն խնդիր տարածաշրջանում, անվտանգության խնդիր մենք չենք ունենալու, մենք ուզում ենք օգտագործել Ադրբեջանի ճանապարհները մեզ համար եւ ռուսական կողմը ապահովելու է այդ ամեն ինչը։ Պետք չէ վախի մթնոլորտ տարածել այն մասին, որ հեսա ամեն ինչ բացվելու է, այսա ադրբեջանցի գալու են գնան Նախիջևան, Ադրբեջան ու հայերը խնդիրներ են ունենալու։ Հայաստանի ներսում ցանկացած ոտնձգություն, որը կանի ադրբեջանցին, միանշանակ պատժվելու են եւ չի կարող դրանից սկսել ռազմական գործողություն։ Հայերին նկատմամբ նույնիսկ Ադրբեջանում ադրբեջանցիները որևէ սխալ քայլ անեն, պատժվելու են։ Ռուսական կողմը հաստատ անպատիժ չի թողնել։ Այդ ինչպես ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնությունում բոլոր ադրբեջանցիները մեկ մարդու նման ոտքի էին կանգնել եւ հայ-ադրբեջանական ազգամիջյան բախում էր ձևավորվում արդեն, մեկ էլ հոպ ստացվեց այնպես, որ ռուսական ՖՍԲ-ն մտավ մեջները եւ միանգամից հայերին, ադրբեջանցիներին ձերբակալեցին ու ադրբեջանցիներին ժամկետ տվեցին, այդ ժամկետներում որոշները մաքրվեցին Ռուսաստանից, որոշներն էլ իրենց կարգի հրավիրեցին, որևէ բախում չեղավ։ Հիմա մեկ-մեկ ինչ-որ թեթև բախումներ ա լինում, բայց դրանք չի հասնում այն մակարդակի, որ ինչ-որ մեկին դանակահարեն կամ սպանեն։ Իսկ այն ժամանակ ադրբեջանցիները միտք էին ունեցել նման քայլերով մի շարք հայերի, որոնք հայտնի են Ռուսաստանի Դաշնությունում ու ունեն հեղինակություն, այդ հայերին սպանեն։ Չստացվեց ադրբեջանցիների մոտ, դրանք կոնկրետ Ադրբեջանից էլ ուղարկված էին Ռուսաստանի Դաշնություն, այնպես չէր, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրող ադրբեջանցիներ են եւ որոշել էին նման վրեժ լուծել։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող ադրբեջանցին ու ապրող հայը Հայաստանում ապրող հայերից ու Ադրբեջանում ապրող ադրբեջանցիներից տարբերվում է։ Հիմնականում իրանք չեն տեսնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցուն պետքա տա սպանես ու հակառակը։ Իրանք տեսնում են, որ ապրում են ուրիշ հողի վրա եւ այդ հողի վրա ապրողները մեկ ազգ են եւ չի կարող լինել ազգամիջյան ինչ-որ բախում։ Ռուսական կողմն էլ թողեց, որ իր տարածքում հայ-ադրբեջանական բախում գնա, ռուսական կողմը անգամ չի թողնում Լեռնային Ղարաբաղում որևէ բախում լինի։ Եվ այս պատերազմը ուղղակի եղավ այն պատճառը, որովհետև բանակցությունները հասել էին պիկի եւ կանգնել։ Կամ տարածքը պետքա տար, կամ լինելու էր պատերազմ։ Ընտրեցինք տարածքներ տալը։ Պատերազմից հետո ստացվեց այնպես, որ պատերազմը անիմաստ եղավ ըստ էության, բայց նաև ապացուցեց մի բան, որ չունենք այդ ռեսուրսները ադրբեջանցիները պատերազմելու, բայց այդ ամեն ինչ ապացուցելու համար հազարավոր զոհեր տվեցինք ու դա երևի բառացիորեն կարելի է ասել, չնայած նրան, որ տեսեք հայկական կողմի ինչքան ծախսարել բանակի վրա վերջին տասնյակ տարիներին, ադրբեջանական կողմի ծախսերը հաշվեք ու միանգամից ամբողջ պատերազմի ելքը պարզ է դառնում, հայկական կողմը չունի այդ ռեսուրսը։ Հիմա մարդիկ ովքեր համեմատում են 90-ականների պատերազմի հետ, դա այդպես չէ։ 90-ականներին եղել է պատերազմ մարդկային ռեսուրսի հիման վրա, հիմա այդ մարդկային ռեսուրս ռոբոտացված է, հիմա պատերազմը ցամաքում չէ, հիմա պատերազմը օդում է։